Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները եւ խաղաղության ամրապնդման ուղղված ջանքերը։ Օվերչուկ, Լավրով, Մեդվեդև։ Չնայած վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու նպատակներ չունի, այնուամենայնիվ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են խոսել Հայաստանի եվրոպական ձգտումների մասին եւ հնչեցնել սպառնալիքներ։ Մոսկվան ոչ միայն սպառնում է, այլև գործում։ Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը հայտարարել է, հայտնաբերել է Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներ եւ դրանց վաճառքը կասեցվել է, խնդիրներ կան բանջարեղենի եւ մրգերի մասով եւս։ Երեկվանից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից նաեւ ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Ընտրողների մեծամասնությունը իր ձայնը կտա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հարցվածների մեծ մասը աջակցում է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը, 61%-ն էլ կարծում է, որ Հայաստանը առհասարակ ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին ընդառաջ հրապարակվել են IRI-ի մայիսյան հարցման արդյունքները։ Երեք խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով տուժել է 12 մարդ։ Վիրավորների թվում կան նաև երեխաներ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության ամրապնդման ուղղված ջանքերը։ Անդրադարձը կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու նպատակներ չունի, այնուամենայնիվ գուցե մեր երկրում սպասվելիք նախընտրական կառուցարշավով պայմանավորված ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են խոսել Հայաստանի եվրոպական ձգտումների մասին եւ սպառնալիքներ հնչեցնել։ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, նաև կփոխվեն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրանք պետք է պարզապես հասկանան, թե ուր են իրենց տանում։ Եթե նման որոշում կայացնեն, հանգիստ կխոսենք նրանց հետ։ Հասկանալի է, որ կառաջանան մաքսատուրքեր, կփոխվեն գազի նաև էներգիայի գները, վեստին տված հարցազրույցում նշել է Օվերչուկը։ Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Երևանին խոստացված $2 միլիարդ աջակցությանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան այդ մասին միայն լսում է, սակայն իրականում դեռ ոչինչ չի փոխանցվել։ Նա միաժամանակ ասել է, թե ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, բայց իրավիճակը ոչ ստանդարտ է։ Իդեպ Մոսկվան ոչ միայն սպառնում է, այլև գործում Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը հայտարարել է, թե հայտնաբերել է Հայաստանում արտադրվող անորակ ալկոհոլային խմիչքներ եւ դրանց վաճառքը Ռուսաստանում կասեցվել է։ Ըստ կառույցի պարտադիր պահանջներին չեն համապատասխանել Վեդի ալկոյի, Աբովյանի կոնյակի գործարանի եւ Շահնազարյան գինու եւ կոնյակի տան արտադրանքը։ Ռոսպատրեպնադզորը կասեցրել է նաև ջերմուկի ներկրումը եւ վաճառքը Ռուսաստանում։ Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններ հայտարարել, թե ստուգել է եւ խախտումներ չի հայտնաբերել ջերմուկում։ Երեկվանից Ռոսսելխոտնադզորը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից նաև ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի եւ մրգերի մասով, ըստ գործակալության հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Ռուս պաշտոնյան նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն եւս մեկ շաբաթ։ Հայաստանը փորձում է ներքաշել հակառուսական ճամբար, նպատակ ունենալով Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառել, այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին նախ եւ առաջ, սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա դա անում է Ուկրաինայի հետ եւ ինչպես հիմա փորձում են Հայաստանի ներքաշել, նույն սխալ տրամաբանության մեջ ասել է Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում։ Նախարարն ընդգծել է, որ այս ամենն արվում է միայն մեկ նպատակով։ Իսկ ադեկվատությամբ առանձնապես աչքի չընկնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Հայաստանի բնակչությունը կհեռացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե Երևանն անցնի գազի եվրոպական գների։ Մեդվեդևը կարծում է, որ Հայաստանի վարչապետը փորձում է միանգամից դուր գալ աշխարհում ամենքին, բայց այդպես չի լինում։ Տնտեսական իրողությունների համար ոզնու վրա մերկ հետույքով
պատճառով վայրեջք կատարելու շանսերը, ինչպես կիևյան իշխանությունները 2014-ին օրեցօր աճում են։ Այնպես, որ հենց ճիշտ ժամանակն է սկսելու բանակցությունները ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների շուրջ, հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին ընդառաջ հրապարակված IRI-ի մայիսյան հարցման համաձայն ընտրողների մեծամասնությունը իր ձայնը կտա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հարցման արդյունքներով ԿՊ-ի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 32%-ը, իսկ ընտրություններին մասնակցելու բարձր հավանականություն ունեցող քաղաքացիների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 38%-ի։ Ի դեպ IRI-ի հարցման մեջ առկա է նաև արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ ուշագրավ տվյալ։ Հարցվածների մեծ մասն աջակցում է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը։ Հարցման մասնակիցների 61%-ը կարծում է, որ Հայաստանը առհասարակ ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Միջազգային հանրապետական ինստիտուտը IRI-ը հրապարակել է Հայաստանում մայիսին անցկացված հարցման արդյունքները։ Ըստ տվյալների, ընտրողների մեծամասնությունը նախընտրում է քվեարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որ քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեի հարցին պատասխանելիս հարցվածների 32%-ը նշել է Նիկոլ Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագրին։ Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն է 6%-ով։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը ստացել է 3%, Գուրգեն Սիմոնյանի գլխավորած Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 2%, իսկ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 1%։ Մյուս ուժերի ցուցանիշները չեն գերազանցել 1%-ը։ Հարցումն իրականացվել է մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Մասնակցել է 1511 քաղաքացի։ Փետրվարին անցկացված նմանատիպ հարցման համեմատ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշն աճել է 8%-ային կետով, ուժեղ Հայաստանինը նվազել է 3%-ով, իսկ Հայաստան դաշինքի ցուցանիշը մնացել է անփոփոխ։ Ընտրություններին մասնակցելու հավանականությունը ևս աճել է։ Հարցվածների 79%-ը նշել է կմասնակցի քվեարկությանը։ Փետրվարին այս ցուցանիշը 68% էր։ Հենց այս առավել հավանական ընտրողների շրջանում քաղաքացիական պայմանագրի ցուցանիշն ավելի բարձր է 38%, ուժեղ Հայաստանը ստացել է 7%, Հայաստան դաշինքը 4, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 2, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2%։ Հարցման մեկ այլ հատված վերաբերում է ընտրությունների նկատմամբ հանրային վստահությանը։ Հարցվածների 34%-ը վստահ է, որ ընտրությունները միանշանակ կլինեն ազատ եւ արդար։ 37%-ը կարծում է, որ դրանք ամենայն հավանականությամբ կլինեն ազատ եւ արդար։ Միևնույն ժամանակ 13%-ը նշել է, որ ընտրությունները հավանաբար ազատ եւ արդար չեն լինի, իսկ 12%-ը համոզված է, որ դրանք միանշանակ չեն լինելու ազատ եւ արդար։ 4%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցումը նաև ցույց է տալիս իշխանության կողմնակիցների եւ ընդդիմադիր ընտրողների ընկալումների կտրուկ տարբերությունը։ Իշխանության կողմնակիցների գերակշռ մասը վստահ է, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար, մինչդեռ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ընտրողների շրջանում զգալի հատվածը հակառակ կարծիքին է։ Փոփոխություններ են արձանագրվել նաև ամենավստահելի քաղաքական գործիչների վարկանիշում։ Նիկոլ Փաշինյանին ամենաշատը վստահում է հարցվածների 29%-ը, այդ ցուցանիշը փետրվարի համեմատ աճել է 9%-ով։ Սամվել Կարապետյանին վստահում է 8%-ը, Արարատ Միրզոյանին 5, Ռոբերտ Քոչարյանին 4%-ը։ Գագիկ Ծառուկյանը, Ալեն Սիմոնյանը եւ Արամ Սարգսյանը ստացել են 3%, Գուրգեն Սիմոնյանը եւ Արման Թաթոյանը 2%։ Հարցվածների 40%-ը նշել է, որ չի վստահում որևէ քաղաքական կամ հանրային գործչի։ Արտաքին քաղաքական ընկալումների մասով քաղաքացիների մեծամասնությունը Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք է համարում Ադրբեջանը։ Այդ երկիրը նշել է հարցվածների 73%-ը։ Երկրորդ տեղում Թուրքիան է 58%-ով, երրորդում Ռուսաստանը 32%-ով։ Հարցվածների 6%-ը կարծում է, որ նշված երկրներից ոչ մեկը Հայաստանի համար սպառնալիք չէ, իսկ 3%-ը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել։ IRI-ի հարցման մեջ առկա է նաև արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ ուշագրավ տվյալ։ Հարցվածների մեծ մասը աջակցում է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը։ 38%-ը նշել է, որ լիովին աջակցում է այդ գաղափարին, եւս 37%-ը մասամբ աջակցում է։ Սա ցույց է տալիս, որ ընտրություններից առաջ հանրային տրամադրություններում ներքաղաքական պայքարին զուգահեռ ուժեղ է նաև եվրոպական ինտեգրման օրակարգի ընկալումը։ Հարցման մեկ այլ ցուցանիշով քաղաքացիների 61%-ը կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ IRI-ի գնահատմամբ այս ցուցանիշը փետրվարյան հարցման համեմատ աճել է, ինչը կարող է վկայել ընտրություններին ընդառաջ հանրային վստահության որոշակի վերականգնման մասին։
Այսպիսով ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսյան հարցման խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքացիական պայմանագիրը պահպանում է առաջատար դիրքը, սակայն չկողմնորոշված ընտրողների մեծ զանգվածը դեռ կարող է էական ազդեցություն ունենալ վերջնական պատկերի վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր տնտեսական իրադարձությունները քննարկել եմ տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ։ Բարեկո պարոն Սարգսյան, շնորհակալություն արարել ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձել ենք ամփոփել շաբաթվա կարևոր տնտեսական իրադարձությունները եւ սկսենք թերևս այս շաբաթ արդեն հնչող կարևոր մեսիջներից Ռուսաստանի Դաշնության կողմից Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով իդեմս Ալեքսեյ Օվերչուկի, Բոլոդինի եւ այլնի հնչում են հայտարարություններ, որ կողմնորոշվեք պարոնայք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ հայաստանցիներ եւ Հայաստան երկու աթոռին չեք կարող նստել, նույն հարսանիքում չեք կարող երկու պարպարել եւ այլն, այսպիսի տեքստեր։ ԵԱՏՄ-ի մասով ենք խոսելու եւ ԵՄ-ի մասին ենք խոսելու։ Պարոն Սարգսյան, կցանկանայի փորձեինք մեր հերթատողներին նախ հասկացնել, բացատրել շատ հանգամանալից, որի համար էլ ձեզ եմ հրավիրել որպես ոլորտի լավագույն մասնագետ պրոֆեսիոնալ, ինչ է ԵԱՏՄ շուկան, ինչ է այն մեզ տալի, որոնք են նրա առավելությունները, ինչու՞ չէ նաեւ որոնք են նրա խնդրահարույց կետերը։ Ինչ է ԵԱՏՄ-ն եւ անցնենք արդեն հաջորդ հարցերին։ Խնդրեմ։ ԵԱՏՄ-ը ընդհանուր տնտեսական շուկա է, որը նաև անդամ պետություններին հնարավորություն է տալիս առանց մաքսային վճարների ազատ առևտուր իրականացնել փոխադարձ իրենց երկրների միջև եւ դրանովից նպաստելով այդ երկրների թե արտանմանը, թե ներմուծմանը բավական այսպես նպաստավոր գներով ու պայմաններով, կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար դա շուրջ մեր արտանման 37-ից 40%-ը առանձին տարիներին, վերջին տվյալով 37%-ը հենց բաժնելնում ԵԱՏՄ տարածքին եւ հիմնական մասը Ռուսաստանին 30% եւ ավել, ինչը այսպես բավական նաեւ մեծ կախման մեջ է դնում Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի շուկայից եւ նաեւ Ռուսաստանի կողմից ընդունվող տարբեր այսպես կանոնակարգումներից վերջին շրջանում ինչպես տեսնում ենք նաեւ որոշակի խստացումների արդյունքում որոշ ապրանքներ նաեւ չեն թույլատրվել արտահանվել Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն, տեսեք, Հայաստանի տնտեսության համար բնականաբար կարևոր է դիվերսիֆիկացումը եւ այլ երկրների հետ ազատ առևտրի նաեւ համաձայնագրերի կնքումը եւ Եվրոմիության հետ այսպես հարաբերությունների սերտացումը բխում է նաեւ այդ հրամայականից, սակայն այնուամենայնիվ այս պայդրությամբ ԵԱՏՄ շուկան առաջնային է մնում եւ արագ ամբողջ այսքան տնտեսության կառուցվածքը փոխել եւ ԵԱՏՄ-ից, այսպես ասած, հրաժարվել, դա կարծում եմ իրատեսական չենք համարում։ Նու ԵԱՏՄ-ն բավական, ասենք, մեր տնտեսության համար, հատկապես գյուղատնտեսական, վերամշակող արդյունաբերության համար կարևոր տեղ է գրավում, նաեւ մեր տնտեսվարողները բավական, այսպես, նաեւ օգուտներ են ստանում այդ առևտրից։ Այսինքն ԵԱՏՄ-ն այս պայդրությամբ մեզ համար շատ ընկալելի է եւ մեզ համար շատ օգտակար հարթակ է, որտեղ մենք կարող ենք մեր տնտեսությունը իրականացնել։ Բայց տեսեք, արդեն շատ պարզ տեքստով, առանց որևէ անթակույց, ինչ որ բաների, ասում են, որ արդեն այսօր հենց նույն Օվերչուկը նշեց, որ պարոնայք ձեր ապրանքները չեն համապատասխանում եւ ծաղկի մասով, միրգ բանջարեղենի մասով, ջերմուկի մասով, սննդի անվտանգության տեղեկությունը նշեց, որ որևէ խնդիր չկա։ Հիմա արդեն նշում են Վեդիալկոն, Աբովյանի կոնյակի գործարանի եւ այլն։ Ինչ է սա ենթադրում, սա քաղաքական մեսիջ է, սա պարզապես հիմա որոշեցին անել, ինչ է սա այս մասով, ինչ ռիսկեր կան։ Ես կարծում եմ սա ավելի շատ քաղաքական մեսիջ է, որովհետև այս պայդրությամբ նույն Ռուսաստանի Դաշնության պաշտոնյան իրենք էլ հասկանում են, որ Հայաստանը Եվրոմիության անդամ պետություն, այսինքն մոտ ապագայում համեմատաբար չի կարող դառնալ, ինչի մասին վկայում է նաև այլ երկրների փորձը, չէ, նույն Մոլդովայի, նույն Ուկրաինայի, Վրաստանի, մեր հարևան, այո, եւ նաև Թուրքիայի փորձը, որը շուրջ արդեն 30 տարի սպասում է Եվրոմիության անդամակցության, դա այդքան արագ եւ հեշտ ընթացող գործընթաց չի եւ որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը ի վերջո կդառնա ԵՄ անդամ։ Այո, եթե ԵՄ անդամ դառնա, ասենք, ընդունենք դիցուկ տեսականորեն, այդ դեպքում Հայաստանի համար բավական մեծ հնարավորություններ կբացվի, շուրջ 450 միլիոնանոց շուկա, այսինքն բարձր որակյալ ապրանքներ, թե արտահանման, թե ներմուծման մասով, սակայն նաև խնդիրը բարձրանում է նրանով, որ Հայաստանը նաև չունի ընդհանուր սահման Եվրոմիության հետ, եւ բացի այդ
ու իհարկե ասենք Վրաստանն է, այսպես ասած, չուներ, սակայն ասենք ուներ ծով, որի ծով միջոցով կարող էր այդ բացը դրացնել, Հայաստանի Հանրապետությունը փաստացի չուներ, եթե Վրաստանն էլ արդեն փաստացի հրաժարվել է Եվրամիության անդամակցության իր հայտից, Հայաստանի համար էլ ավելի դժվար է դառնալու, այսինքն այլ երկրների տարածքներով, որը բնականաբար նաև արտահանման համար լոգիստիկ բավական մեծ խոչընդոտներ ու նաև հավելյալ ծախսերը առաջացնելու, որքանով դա նպաստավոր կլինի, դա իհարկե ժամանակի ընթացքում այդ գնահատականներ կտրվեն, սակայն այս պայմանությամբ այս իրավիճակում, երբ որ ունենք մեկ ճանապարհ, այսինքն արտաքին ու երկու ճանապարհ, իհարկե Իրանի ճանապարհը այս պատերազմական իրավիճակով պայմանավորված չեն կարող համարել որպես լոգիստիկ գործող ուղի, սակայն եւս կարևոր է, այսինքն հարավային պետությունների հետ, սակայն նույն Եվրոպայի հետ բնականաբար միակ ճանապարհը դա նույն Վրաստանի տարածքով, Սևծով, դա բավական մեծ երկարատև, այսպես ասած, գործընթաց է եւ բավական մեծ ծախսերի հետ է առնչվելու եւ հետեւաբար, այսինքն Եվրոմիության առավելությունից նրանում, որ ասենք սահմանակից երկրները իրար միջև, ասենք փոխադարձ առևտուրը ազատականացրել են, նաեւ սահմաններն են բաց, չէ, այսինքն երկրից մյուսը տեղաշարժվել, նաեւ բնակչության միգրացիայի տեղաշարժը ազատ ռեժիմով իրականացվում, ինչը այլ երկրների պարագայում, ու ասենք ինքնաթիռների փոխադրումը հնարավոր է, այսինքն ենթադրենք առանց վիզա ռեժիմով իրականացնել, սակայն ապրանքների ինքնաթիռով բնականաբար դա մեծ, այսպես ծախսերի հետ է կապված եւ բնականաբար չես կարող ասենք բոլոր ապրանքները դու գինը բնականաբար կթանկանա եւ այլն շատ կթանկանա, այսինքն երկաթգիծ է պետք, ավտոմոբիլային ճանապարհներ են պետք, որոնք անմիջական են կկապեն Հայաստանի Եվրոմիության հետ։ Սա պետք է հաշվի առնենք։ Իհարկե մենք ունենք Եվրոմիություն արտանում, շուրջ 12% արտանում է Եվրոմիություն, այսինքն տարբեր լոգիստիկ ուղիներով, բայց դա քիչ է։ Դա իհարկե քիչ է, այսինքն տնտեսության ընդհանուր, այսպես ասած, ծառայության կենտրոնը ավելի շատ ԵԱՏՄ-ի վրա է հիմնված եւ այս պարագայում կարծում եմ արագ այսպես տնտեսությունը վերակառուցել, նույնիսկ եթե լոգիստիկ խնդիրները լուծվեն, նաեւ արտադրանքի հետ կապված, որակի հետ կապված պահանջները այլ են ինչքան Եվրասիական տնտեսական միությանը, այստեղ բավական, այսինքն երկընտրանքի առաջ կան մեր տնտեսավարողները եւ կարծում եմ դա 1-2 տարվա խնդիր չի։ Ամեն դեպքում, պարոն Սարգսյան, տեսեք, ամենավտանգավոր ռիսկը որն է, ենթադրենք, ստացվում է, որ այո, իշխանությունները գործող ասում են, որ դուրս են գալիս, չենք ուզում եւ այլն, փոխում ենք վեկտորը, ուղղությունը։ Ամենավտանգավոր ռիսկը որն է, հա, ինչ պետք է անենք։ Մեր անվտանգության բարձիկները որոնք են, որ կարող ենք հա կարճել դրանից կամ որևէ կերպ դիվերսիֆիկացնենք ԵՄ-ի հետ մեր տնտեսությունը։ Տեսեք, ամենանու ընդունեք տեսականը, որ այդպես կլինի, իհարկե ես կարծում եմ մինչև, այսինքն դու ռեալ երաշխիքներ չունենաս, որ Եվրոմիության անդամ կդառնաս, այդ դեպքում հրաժարվել Եվրասիական տնտեսական միությունից, կարծում եմ դա այդքան անմիտ է, այո, եւ տեսական հնարավոր է, բայց գործնականում կարծում եմ անհնար։ Ոչ թե անհնար, այլ անիրատեսական ու անհեռատես քայլ։ Եվ կարծում դրան, այսպես ասած, մենք որևէ ինչ-որ տենց բան չունենք, նաև հայտարարություն, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու Մենք նշում ենք դուրս չեն գալիս, դրանք են ասում, որոշեք նույնիսկ ամսի 29-ին Աստանայում այդ գագաթնաժողովում հարցը քննարկվելու է, մնում եք թե ոչ, շտապեցնում են դեռ ընտրություններից առաջ։ Դրա համար մեր երաշխիքները որոնք պետք է լինեն, որ եթե պլան B, S է լինում կամ N է լինում։ Տեսեք, պլան B-ի դեպքում նախ ռիսկերը հասկանանք ինչ է նշանակում, մենք փաստացի էներգակիրների առումով բավական մեծ կախվածության մեջ ենք, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, նույն գազի հետ կապված, նշեցին արդեն, որ $600 կարող է հասնել։ Այո, 165-ի փոխարեն $600, այսինքն կթանկանա 3 եւ ավել անգամ, սա արդեն իսկ մեր տնտեսի համար լուրջ հարված կլինի։ Նույնիսկ եթե, այսպես ասեմ, ընդունենք, որ մենք, այսինքն Եվրոմիությունը նույնիսկ ընդունում է մեզ, հետեւաբար տեսեք, էներգակիրները ցանկացած ապրանքի, այսպես արտադրության, նաև ծառայությունների արտադրության հետ կապված կարևոր, այսպես բաղադրիչ են, ինքնարժեքի, եւ եթե մենք փաստացի էներգակիր բավական թանկ գնով ենք ներմուծելու, իսկ դրան ասենք այլ ընտրանք այս պայն համենայնդեպս չունենք, այսինքն այդ ծավալի բան, օրինակ Իրանից գազ մենք ներմուծում ենք, սակայն շատ քիչ ծավալով, դա միայն ջեկի, այսպես ասած, Երևան ջեկի, այո, բանը ապահովելու համար գործունեությունը, սակայն այդ դեպքում, այսինքն ապրանքները մի քանի անգամ կարող են թանկանալ, ոչ միայն ապրանքները, տրանսպորտային ծախսերը եւ այլն, ասենք ուղևորափոխադրումները, սա բնակչության թե տնտեսավարների համար լուրջ խնդիրներ կառաջացնի։ Այսինքն նախևառաջ այս բացը պետք է հասկանանք մենք էներգակիրներ ինչպես ենք կարողանում էժան ներմուծել, համենայնդեպս այդ նույն գնով հաստատ Հայաստանի Հանրապետության որևէ մի պետություն, քանի որ դա շուկայականից էժան գին է, այսինքն միջազգային շուկայում այլ գին է։ Այսինքն ստացվում է գազը դա կոնկրետ քաղաքականություն է մեր դեպքում։
Այո, գազը, այսինքն նաև եթե դու կախման մեջ ես մեկ աղբյուրից, դա շատ մեծ, այսինքն ցանկացած նույնիսկ եթե վերցնենք, ասենք միկրոմակարդակով, տնտեսավարողը, եթե մեկ մատակարարից է կախման մեջ, այսինքն այդ մատակարարը ցանկացած ժամանակ կարող է, այսինքն ոնց որ որոշակիորեն նաև ճնշում գործի, գին բարձրացնի կամ չմատակարարի, այսինքն դու ստիպված պետք է մի քանի աղբյուրից այո դու դիտարկես, ասենք այլ հավասար պայմաններ են, որևէ ասենք բան չունենալ նաև Ռուսաստանի Դաշնության հետ կապված, պետք է Հայաստանը այլընտրանքային ինչ-որ բաներ մտածի, նաև էներգետիկ համակարգի վերակառուցման որոշակի նաև ծրագրեր իրականացնի, որպեսզի հնարավորինս քչացնի կախվածությունը հատկապես ասենք գազից եւ այլն։ Էլեկտրաէներգիայով Հայաստանի Հանրապետությունը այո ինքնաբավ է եւ նույնիսկ արտահանում է, այսինքն անցում կատար հնարավորինս ասենք արևային էներգիայի հետ կապված բաների, այո, այլընտրանքային էներգիաների, ինչը նույնպես ժամանակի հարց է։ Այսինքն կարճ ժամանակում այս խնդիրները կարծում եմ չեն լուծվի։ Համենայն դեպս այո, կներմուծվի, այնպես չի որ ասենք Հայաստանի Հանրապետությունը, ասենք էներգակիր, ասենք ցանկացած մի շուկայական գնով կարող է ստերմուծել, բայց դա տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա, բնականաբար միանշանակ բացասական, որովհետև ինչպես նշեցի, այո, ինքնարժեքները կբարձրանան եւ նաեւ այդ ապրանքը, այո, որը նույնիսկ եթե Եվրոմիությունը ասի, այո, բացում ենք սահմանները, բերեք արտահանեք, այդ ապրանքը մրցունակ չի լինի, քանի որ թանկ կլինի, ասենք եվրոպական այլընտրանք ապրանքներից։ Հետևաբար սա կարծում եմ այդ ճանապարհը չի։ Ես կարծում եմ, ասենք Հայաստանը զուգահեռ, այսինքն որևէ այսպես հայտ չներկայացնել դուրս գալու հետ կապված ԵԱՏՄ-ից, զուգահեռ ասենք տնտեսություն դիվերսիֆիկացնելու քաղաքականություն իրականացնի, առանց այսպես կտրուկ, այսպես բաների, վեկտորի փոփոխության, հետագայում, այսինքն երբ որ տնտեսությունը արդեն պատրաստ կլինի, նոր դիտարկվի, այսինքն հնարավոր այլընտրանքային, այսինքն դաշինքների անդամակցումը։ Այս բանը մեր տնտեսությունը, ասենք Ռուսաստանի Դաշնության հետ հատկապես շատ սերտ կապակցված է, նաև թե աշխատանքային միգրանտների հոսքերի, թե նաև դրամական փոխանցումների հետ կապված։ Սակայն ես մի բան եմ նշեմ, որ ասենք Ռուսաստանի Դաշնությանը իրեն էլ ասենք ձեռնտու Հայաստանի Հանրապետությունը նաև որոշակի ակտիվ արտաքին քաղաքականություն վարի, այսինքն չի դառնա մեկուսացված, այսպես ասած, իզգոյ պետություն, որովհետև նաև տնտեսական սանկցիաների տակ ընկնելով Հայաստանը որևէ բանը Ռուսաստանին չի աջակցի, սակայն եթե ազատ առևտուր ունի այլ երկրները, դա նաև կնպաստի վերարտանմանը, ինչը մենք նաև տեսանք, չէ, այսինքն նույն ռուսական ոսկին Հայաստանի Հանրապետության տարածքով, այո, վերարտանվում էր, նաև որոշակի իհարկե կամ վերամշակվում էր, կամ չէր վերամշակվում, արտանվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ, որը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, ասենք, կարևոր դաշնակիցներից է, եւ եթե Հայաստանը լիներ այսպես մեկուսացված նաև սանկցիաների տակ, տնտեսական պատժամիջոցների, դա չէր լինի, այսինքն Հայաստանի արտաքին այսպես ակտիվ քաղաքականությունը նաև Ռուսաստանին իհարկե ինչ որ սահմաններում, այսինքն բավական այսպես շատ ակտիվություն Եվրոմիության սերտ ասոցիացումը, կարծում եմ դա է ինձ թվում է Ռուսաստանի Դաշնության կողմից որոշակիորեն նաև քաղաքականապես անընդունելի։ Շատ լավ, պարոն Սարգսյան, շատ հանգամանալից ներկայացրեցիք, ռիսկերի մասին խոսեցինք, ուզում եմ նաև շատ կարևոր մի թեմայի անդրադառնանք, որը վերջերս է դարձել ավելի քննարկման ենթակա։ Արտարժույթի մասին եմ ուզում խոսել, որ հատկապես վերջին շրջանում բավականին Միացյալ Նահանգների դոլարը, Եվրամիության արժույթը եվրոն բավականին իջել են, ինչով է պայմանավորված, որովհետև քաղաքացիների մոտ կարծես նորից տագնապային ինչ-որ բաներ են, տրամադրություններ են, որ ինչ է կատարվում, ինչումն է բանը։ Դուք որպես մասնագետ կխնդրեի մեկնաբանեիք այս տատանումները նաև։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը որպես համաշխարհային արժույթի փոխարժեքի վրա ազդում են մի շարք գործոններ, կան երկարաժամկետ գործոններ, կան կարճաժամկետ գործոններ, պարզապես այս պայմանավորությամբ ոնց որ այդ գործոնների ազդեցությունը համընկել է եւ ոնց որ ունեցել է ավելի այսպես ասած ընդլայնված ազդեցություն։ Նախավարժ տեսեք, բավական շատ երկրներ այս ռուս-ուկրաինական պատերազմից հետո նաեւ այս Իրանի հետ կապված պատերազմական գործողությունները, այո, դրանից հետո ասենք որոշակիորեն նաեւ զգուշավոր են եւ քիչ-քիչ հրաժարվում են իրենց պաուսներում ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների դոլարի, այսպես ասած, բանի մասնաբաժինը, ասենք, գնալով պակասեցնում են ի հաշիվ, ասենք, ոսկու կամ, ասենք, այլ արտարժույթների, այսինքն նույն, ասենք, օրինակ չինական յուանի կամ եվրոյի հաշվին, հիմնականում ոսկին են նախընտրում որպես հիմնական կայուն կարևոր արժույթ, իհարկե ոսկու գինը վերջի շրջանում, ասենք, բարձրացավ, հիմա փոքր-ինչ անկում ապրես, սակայն ոսկին իր արժեքը պահպանում է, այո։ Դրա համար այսինքն հրաժարվում են, այսինքն ռիսկային է, տեսեք, ԱՄՆ-ն նախ ունի արտաքին մեծ պարտք, որը շուրջ 20-30% իրենց հնային գերազանցում է, այսինքն 1 տարվա հնան բավական չի իրենց արտաքին պարտքը վճարելու համար, ինքը շատ մեծ ցուցանիշ է, ուղղակի քանի որ ԱՄՆ-ն աշխարհի առաջատար պետությունն է, տնտեսապես, այո,
Եվ կարող են թույլ տալ, այսինքն այդ պարտքը սպասարկել, այսինքն ի վերջո իրենք կարող նոր դոլարներ թողարկել, այդ պարտքը վճարել, չէ՞, ու դա ասենք ընդհանուր համաշխարհային տնտեսության մեջ այդ ավելցուկային դոլարը այդքան արագ չի երևում։ Սակայն ժամանակի ընթացքում այդ դոլարները, եթե ասենք չեն ինչ-որ ակտիվներում ներդրվում, բնականաբար բերում են ուժեղ արժեզրկման, ինչին եւ մենք ականատես լինում ենք, այսինքն բավական մեծ դոլարային արտահայտված դոլարով գները բավական բարձրացան նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույն այլ երկրներում, այսինքն նույն ապրանքը, որ ներմուծում էր ենթադրենք ասենք $5, հիմա ասենք $8, $10, դա մի 3-4-5 տարվա ընթացքում, այսինքն համենայնպես հետ-քովիդյան ժամանակահատվածում դոլարը կտրուկ արժեզրկվել է, նաեւ սրա պատճառը նաեւ որ հետ-քովիդյան շրջանում ԱՄՆ Միացյալ Նահանգները կառավարություն ԱՄՆ-ի բավական մեծ, այսպես դրամական օժանդակություն տրամադրեց շուրջ 3 տրիլիոն դոլարի, այսինքն փող է բաժանվել բնակչությանը, ինչը բնականաբար բերում է միանգամից արժեզրկման, որովհետև դրա դիմաց դու համարժեք այսպես արտադրություն չես կարող կազմակերպես, սա կարևոր պայմաններից մեկն է, նույն ասենք նաև շուկայում սպասումները, որ ԱՄՆ-ն ի վերջո կմեղմացնի դրամավարկային քաղաքականություն, ինչը բավական կոշտացել է նույն հետ-քովիդյան ժամանակահատվածում, սակայն դերևս սպասողական վիճակ է, բայց շուկաները ոնց որ այսպես իրենք ավելի արագ են, այսպես արձագանքում նման լուրերին եւ փորձում են այսինքն իրենց ու արտաշուկային շուկաներում իրենց ոնց որ գործարքները այդ սպասումներով կնքել, սա նաեւ նպաստեց ու նաեւ այս իրանական պատերազմը բնականաբար սա եւս ազդեց այո դոլարի բանը, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար բնականաբար իր արժույթը կայուն չի եւ նաեւ որոշակի ավել ծախսումներ են, չէ, իրականացում այդ պատերազմական գործողությունը, ինչը ի վերջո բերում է հաուսներն են անում օգտագործում։ Այո, բերում է արժեզրկման։ Այսինքն, այսպես ասենք, շատ կարճ եւ ժամանակը արդեն սպառվում է, անհանգ ստանալու կարիք չունեն Հայաստանի քաղաքացիները դոլարի արժույթի եվրոյի հետ տատանման հետ կապված։ Սա պարզապես արտաքին ազդակներ են, որը ներքին շուկայի վրա այդպիսի մեծ ազդեցություն չի ունենա։ Այո, մեկ պատճառը հավելեմ, նաև այդ առևտրային պատերազմները, որ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ինքը ոնց որ ասած ձեռնարկեց, չէ, այսինքն մաքսատուրքերի բարձրացումը եւ այլն, սա եւս ազդեց դոլարի փոխարժեքի վրա։ Տեսեք, ԱՄՆ-ի տնտեսության համար դա նաև ձեռնտու է, արտանումը ավելի էժան կլինի ԱՄՆ-ի, ինչին եւ նաև ԱՄՆ-ն ձգտում էր, այսինքն դոլարի էժան, այսպես դոլարի քաղաքականություն նաև ԱՄՆ տնտեսության համար այս պայմանությամբ շահեկան, այսինքն կամ միգուցե դոլարային խնայողություն ունեցողների համար դա արժեզրկում է նշանակում, սակայն արտահանողի համար, եթե իր երկրի ազգային արժույթը արժեզրկում է, դա արտահանողի համար ավելի լավ է, քանի որ իր ապրանքը ավելի մրցունակ է լինում արտաքին շուկայում։ Իսկ մենք չմոռանանք, որ արտաքին շուկաներում ԱՄՆ-ի մրցակիցները հիմնականում Չինաստանը, Ճապոնիան, ու Եվրամիությունը հիմա այնքան շահեկան վիճակում չի ռուս-ուկրաինական պատերազմից հետո, այսինքն ապրանքների առումով նույն չինական ապրանքն է, որ կարող է ինքը մրցակցի։ Դե վերջերս էլ Չինաստանն էր այցելել եւ փորձում էր այդ սուրանկյունները հարթել։ Այո, այսինքն դոլարի փոխարժեք եթե անկում է ապրում, ԱՄՆ ապրանքը միջազգային շուկայում ավելի էժան է լինում, այսինքն համատաբար, ասեմ, նախորդ ժամանակահատվածի, ինչը նաև մրցունակություն է ապահովում, սա նաև պետության տնտեսական քաղաքականության կարևոր բաղադրիչ է։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի հարավային Նովորոսիսկի նավահանգստի նավթամբարում հրդեհ բռնկվել, հայտարարել է քաղաքապետը, նշելով, որ 2 մարդ վիրավորվել է։ Նովորոսիսկը ապահովում է Ռուսաստանի հում նավթի առաքումների մոտ 1/5-ը եւ հանդիսանում է Սևծովում երկրի ամենամեծ արտահանման կենտրոնը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերության ձեռնարկությանը եւ ուկրաինական զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին։ Իսրայելի մշակույթի եւ սպորտի նախարար Միկի Զոհարը անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին, նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը, ըստ նրա, եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր գին կվճարի։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե բանակ կստեղծի Իսրայելը նվաճելու համար, նա նշել է, որ չնայած Էրդողանը կոշտ քննադատությանն է հնչեցնում Իսրայելի կառավարության հասցեին, բայց նա որևէ հրապարակային հայտարարություն չի արել Իսրայելին պատերազմ հայտարարելու մասին։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։
ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետության Ստարոբելսկ քաղաքում գտնվող քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով տուժել է 40 երեխա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղի երեխաների իրավունքների լիազոր Իննա Շվենկը։ Նրա խոսքով 9 երեխա գտնվում է հիվանդանոցում, իսկ 3-ի վիճակը ծանր է։ Շվենկը նշել է նաև, որ 18 ընտանիք սպասում է որոնողափրկարարական աշխատանքների արդյունքներին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հոգեբաններն ու տեղի իշխանությունների ներկայացուցիչները։ Ավելի վաղ Լուգանսկի ղեկավարը հայտնել էր, որ հարվածի պահին այնտեղ եղել է 86 երեխա, 14-ից 18 տարեկան։ Վերջին տվյալներով զոհվել է 6 մարդ, իսկ փլատակների տակ դեռ կարող են մնացած լինել մոտ 18 հոգի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանի վրա իրականացված հարձակումը եւ հայտարարել, որ ռուսական կողմից պատասխան կլինի։ Պուտինի խոսքով հարվածը պատահական չէր, քանի որ նույն վայրի վրա հարձակում է իրականացվել 3 ալիքով 16 անօդաչու սարքերի կիրառմամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին չկատարել Կիևի ռեժիմի հանցավոր հրամանները։ Միջադեպին անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավում Իսրայելի հասցրած 2 հարվածների հետևանքով զոհվել է շտապօգնության 6 աշխատակից։ Իսրայելական կողմը հայտնել է, որ թիրախավորվել է Հեզբոլահի ենթակառուցվածքները։ Միաժամանակ Լիբանանի ֆինանսների նախարարը Reuters-ին հայտնել է, որ պատերազմի հետևանքով երկրի տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել առնվազն 7%-ով, իսկ ընդհանուր վնասը հասել է մոտ 20 միլիարդ դոլարի։ Իսրայել-Լիբանան լայնածավալ բախումները սկսվել էին մարտի 2-ին։ Լիբանանի տվյալներով հակամարտության ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 3100 մարդ, վիրավորվել ավելի քան 9000-ը, իսկ հազարավոր բնակիչներ տեղահանվել են։ Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը նախորդին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ մինչև ուշ գիշեր շարունակված բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու եւ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ընթացող դիվանագիտական նախաձեռնությունները։ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպել էր նաեւ Պակիստանի ներքին գործերի նախարարը։ Ըստ ՏԱՍՍ-ի գործակալության քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել այն հարցերին, որոնց շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը դեռևս համաձայնության չեն հասել։ Մինչև այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի օր սպասել Թեհրանից պատասխանի, սակայն զգուշացրել էր, որ գործարքի բացակայության դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է վերադառնալ ռազմական գործողություններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններում աննշան առաջընթաց է գրանցվել։ Ռուբիոն նշել է, որ չի ցանկանում չափազանցնել իրավիճակը, սակայն որոշակի տեղաշարժ կա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքով Վաշինգտոնի հիմնական դիրքորոշումը չի փոխվել եւ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա ընդգծել է նաեւ Իրանի բարձր հարստացված ուրանի հարցի կարեւորությունը։ Ռուբիոն հավելել է, որ բանակցություններում առանցքային թեմաներից մեկն էլ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի քաղաքականությունն է։ Նրա պնդմամբ Թեհրանը փորձում է ստեղծել նեղուցով անցնելու վճարովի համակարգ եւ այդ գործընթացում ներգրավել Օմանին։ Շարունակում ենք թողարկումը 3 խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կիլոմետր հատվածում թեղուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են ՈՒԱԶ եւ Լադա Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրող Շամչոնի տեղեկություններով վիրավորների թվում կան նաեւ երեխաներ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու համար։ Ալեքսան Ալեքսանյանը Facebook-ում կից գրառման փոլովակ է տեղադրել։ Ժողովուրդ ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը։ Այս ընթացքում բնանախարարը սրտիկներով քարոզարշավ է անում։ Տեսանյութում վերջինս եւ եւս մեկ անց խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին։ Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ սուտ մատնության եւ սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով։ Նախաքննության պարզվել է տվյալ տեսանյութում խոսող դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, ով մարտական հերթապահություն է իրականացրել այն մարտական դիրքում։ Վերջինս նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում եւ հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով հարուցվել է քրեական վարույթ։ Ըստ քննչական կոմիտեի Թևանյանը 2024 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարությամբ գաղտնի տեղեկություններ է փոխանցել, դրա դիմաց ստանալով ավելի քան $622,000։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի անի համայնքի պատասխանատուի եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-ից 200,000 դրամի չափով ընտրակաշարք։ Վերջիններից փաստաթղթավորել որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ ու տարածքային պատասխանատուներ, նրանց վճարելով ընտրությունների նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ։ Պարզվել է Ուժեղ Հայաստան կուսակցության տեխնացուի կազմակերպմամբ մի շարք անձինք տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները բացահայտումից խուսափելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց եւ նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով։ Դրանց ստացման ու բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարույթային գործողություններ։ Կեղծ խաղատուն, իրական խաղադրույքներ Հայաստանում գործող ասիական հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը նախաձեռնվել քրեական վարույթ, գործարկվել են առցանց խաղային հարթակներ, օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է թմրամիջոցների խոշոր խմբականակի տեղափոխման փորձ։ Իրանից եկած բեռնատարը պետք է շինարարական սալիկներ տեղափոխեր Վրաստան անցնելով Հայաստանի տարածքով սկզբնական ռենտգեն ստուգմամբ կասկածելի բան չի հայտնվել, սակայն ծառայողական շունն արձագանքել է բեռնատարի կցորդին։ Մանրամասն զննության ընթացքում մաքսային աշխատակիցները կցորդի գաղտնի հատվածներում հայտնաբերել են հատուկ թաքցված 111 փաթեթ 28 կիլոգրամ հաշիշ տեսակի թմրամիջոցով։ Բեռնատարի վարորդն Իրանի քաղաքացի է, որը ձերբակալվել է, հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Լոռու մարզի Նորաշեն եւ Մեծավան բնակավայրերում Ուժեղ Հայաստան դաշինքի մի խումբ աջակիցների կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքի առաջադրվել 12 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 6-ը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախընտրական շրջանում հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 43 քրեական վարույթ։ Խոսքը 2026 թվականի փետրվարի 7-ից սկսած ժամանակահատվածի մասին է։ Նշված վարույթներից 14-ով արդեն ձերբակալվել է 67 անձ, իսկ քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ Երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մեղադրյալներից 32-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, կալանք եւ տնային կալանք, իսկ 29 անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ։ 14 քրեական վարույթի շրջանակներում իրականացվել է 134 խուզարկություն, այդ թվում քաղաքական տարբեր ուժերի 24 գրասենյակներում։ Գործողությունների արդյունքում հարցաքննվել է 170 անձ։ Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հիշեցնենք, Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալուց առաջ գրառում էր կատարել, նշելով, թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ բմբուլները հանեմոտ։ Այսքանը ցտեսություն։